Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ալիևյան դատարանում 16 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ավանեսյանի հոգեկան առողջության մասին փաստաթղթերն առաջիկա ամսվա ընթացքում կհասնեն Ստրասբուրգ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրա պաշտպաններն ամիսներ անց կարողացել են Հայաստանի պատկան մարմիններից ստանալ որոշ տեղեկություններ, որոնք պատասխանատու կառույցներից տևական ժամանակ հրաժարվում էին փոխանցել փաստաբաններին։ Անհնարին էր, ասում էին, բժշկական գաղտնիք է։ Իսկ Եվրոդատարանում գիտեին, սակայն փաստաթուղթ չէին տեսել Ավանեսյանի առողջական խնդիրների մասին։ Պնդումը կար, ապացույցը ոչ, սա կարևոր տեղեկանք է փաստաբաններից Արա Ղազարյանի ձևակերպմամբ անուղղակի փաստարկ, որ տեղ կհասնի։ Որ մենք կարողանանք հիմնավորել մեր առաջ քաշած պնդումը, որ նա առողջական խնդիր է ունեցել։ Հակառակն ապացուցելու բեռն ընկնում է Ադրբեջանի իշխանության վրա, Արցախն օկուպացրել են, իսկ 58-ամյա տղամարդու համապատասխան փաստաթղթերի բնօրինակները հենց իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում են։ Շենքերը իրեն գրավել են անձնական տվյալներով, բժշկական տվյալներով, այո, ապացուցման բեռը Ադրբեջանի վրա է։ Կարեն Ավանեսյանը Արցախում մնացած վերջին հայերից էր։ Ալիևի իրավապահները նրան ձերբակալեցին նախորդ սեպտեմբերին, հասցրին Գանձակի ծանր հանցագործությունների դատարան ու նրա դեմ Ադրբեջանի քրեական օրենսգրքի միանգամից 8 հոդված շարեցին, թե իբր պլանավորել էր ահաբեկություն իրականացնել օկուպացված Ստեփանակերտ այցելած Ալիևի նկատմամբ։ 58-ամյա արցախցու զբոսանքի այս կադրերը հրապարակեցին, սրանք ներկայացնելով իբրև փաստ, մինչդեռ բացի մի ուսապարկ ձեռքն առած աչու ձախանելուց այս տեսանյութում այդպես էլ որևէ էական գործողություն չես տեսնի։ Ընդ որում, Միեդում նրա պաշտպանը նկատում է Ստեփանակերտից հրապարակված կադրերում նա քայլում է ոչ թե այն ուղղությամբ, որտեղ այդ պահին եղել է Ալիևը, այլ ճիշտ հակառակ։ Իսկ ադրբեջանցիները պնդում են, թե փոքրամարմին այս տղամարդու ռազմամթերքի մի ամբողջ արսենալ է ձեռքի տակ ունեցել՝ կալաշնիկով, փամփուշտներով լցված պահունակներ, նաև 5 նռնակ։ Աշխարհին ուզում են համոզել, թե այդ ամենը Կարենը տեղափոխել է մի ուսապարկում ու առանց շունչը փչելու տարել ու բերել, վերիվար արել, հերիք չէ կրակ արձակել ոստիկանների ուղղությամբ, նույնիսկ նռնակ նետել։ Հոգեկան առողջություն ունեցող բոլոր անձինք խոցելի են ինքնին, իսկ այս դեպքում առավել եւս, քանի որ գտնվում է անազատության մեջ եւ փաստացի իմ կոմունիկադո, այսինքն առանց արտաքին աշխարհի հետ որևէ կոմունիկացիայի հնարավորության։ Եվրոդատարանն ամիսներ առաջ բավարարել է Ավանեսյանի փաստաբանների միջնորդությունն ու հրատապ միջոց է կիրառել, պարտավորեցնելով Ադրբեջանին Երևան տեղեկություններ հաղորդել ազատազրկված տղամարդու առողջական վիճակի մասին, ինչպես նաև հնարավորություն ստեղծել, որպեսզի վերջինս կապ հաստատի իր փաստաբանների հետ։ Չի բավարարվել։ Մենք պետք է պատրաստենք հերթական փաթեթը, ներկայացնենք, որ չի կատարվել որոշումը միջանկյալ եվրոպական դատարանի։ Խնդիրը ոչ Կարենին էր վերաբերում, ոչ էլ հորինված նախաահաբեկչական ակտին, համոզված են մասնագետները։ Ըստ նրանց Ալիևի կլանի հաշվարկներն իրականում բոլորովին այլ էին, փորձեցին գործը կապել Բաքվի ֆարսին։ Տեղեկատվական արշավ էր հերթական անգամ հայերին ահաբեկիչ ներկայացնելու համար։ Միթե Ստեփանակերտում կամ Արցախի մյուս քաղաքներում մնացած հայերին մանրամասն չեն հետազոտել ադրբեջանական հատուկ ծառայությունները։ Միթե նրանց ձեռքի տակ այդքանից հետո զենք զինամթերք կարող էր մնալ։ Փոքր գին համաշխարհային անվտանգության համար նավթի գների կտրուկ տատանումները այս ձևակերպումն են ստացել Թրամփի գրառման մեջ։ Միացյալ Նահանգների առաջնորդը պնդում է, շուկայում առաջացած թանկացումները ժամանակավոր են եւ կվերանան այն պահին, երբ Իրանի միջուկային սպառնալիքը չեզոքացվի։ Նավթի գների կարճաժամկետ աճը, որը արագորեն կմարի, երբ Իրանի միջուկային սպառնալիքը վերացվի, շատ փոքր գին է Միացյալ Նահանգների եւ աշխարհի անվտանգության խաղաղության համար։ Միայն հիմարներն են այլ կերպ մտածում։ Այս հայտարարությունը հնչում է այն պահին, երբ Մերձավոր Արևելքում արագ սրվող իրավիճակը լուրջ ցնցումներ է առաջացրել համաշխարհային էներգետիկ եւ ֆինանսական շուկաներում։ Իրանում ընթացող մարտական գործողությունների եւ տարածաշրջանում աճող ռազմական լարվածության ֆոնին ներդրողները մտահոգվում են, որ նավթի մատակարարումները կարող են երկար ժամանակով սահմանափակվել։ Այդ մտավախությունները շուկաներում առաջացրել են ուժեղ ռալլի, նավթի գների կտրուկ աճ։ Էներգետիկ շուկայի այս ցնցումները անմիջապես արտացոլվել է նաև ֆինանսական բորսաներում։ Մարտի 9-ի ասիական ֆոնդային շուկաներում ցուցանիշների նվազում է գրանցվել նավթի գների կտրուկ աճի պատճառով։ Ճապոնական Նիկեի 225 ինդեքսը սակարկությունների արդյունքում նվազել է 5.24%-ով, հասնելով 52,707.5 կետի, իսկ հարավկորեական Կոսպին գրանցել է 5.96% անկում, կազմելով 5251.87 կետ։
Մերձավոր արևելքում ստեղծված լարվածությունն արդեն ազդեցություն է թողնում ոչ միայն շուկաների, այլև պետությունների քաղաքական որոշումների վրա։ Սերբիայի կառավարությունը արտահերթ նիստում որոշել է ժամանակավորապես արգելել նավթի եւ բոլոր տեսակի շարժիչային վառելիքի արտահանումը, փորձելով կանխել ներքին շուկայում հնարավոր դեֆիցիտն ու զսպել գների աճը։ Սերբիան այնպիսի երկիր է, որտեղ քաղաքացիները նավթամթերքի դիմաց վճարում են ավելի քիչ, քան բորսայական արժեքն է, եւ պետությունն անում է ամեն ինչ տնտեսությունն ու սպառողին պաշտպանելու համար։ Միջազգային մակարդակով նույնպես քննարկվում են արտակարգ քայլեր։ G7 երկրների ֆինանսների նախարարները արտահերթ խորհրդակցության ընթացքում քննարկելու են ռազմավարական նավթային պահուստների համատեղ օգտագործման հնարավորությունը։ Քննարկումները վերաբերում են միջազգային էներգետիկ գործակալության համակարգմամբ պահուստների շուկա դուրս բերմանը։ Այս զարգացումները ցույց են տալիս, թե որքան զգայուն են համաշխարհային ֆինանսական շուկաները մերձավոր արևելքում տեղի ունեցող ռազմական ու քաղաքական փոփոխությունների նկատմամբ։ Եթե հակամարտությունը երկարաձգվի փորձագետների գնահատմամբ նավթի մատակարարման հնարավոր սահմանափակումները կարող են շարունակել ճնշում գործադրել ինչպես էներգետիկ շուկաների, այնպես էլ գլոբալ ֆինանսական համակարգի վրա։ Արևելքում յուրաքանչյուր նոր զարգացում կարող է անմիջապես վերաձևակերպել համաշխարհային էներգետիկ եւ տնտեսական օրակարգը։ Հայաստանում բանկային խարդախությունները նոր թափ են ստանում, թեև թվայնացման զարգացումը հեշտացնում է ֆինանսական գործարքները, սակայն ստեղծում է նաև հնարավորություններ կիբերհանցագործությունների համար։ Ամեն օր քաղաքացիները կարող են հայտնվել տարբեր խարդախ սխեմաների թիրախում, կեղծ զանգեր, ֆիշինգային կայքեր եւ սոցհարցումներ եւ սոցցանցերում տարածվող խաբեություններ։ Ֆիշինգը մասնագետների խոսքով կարող է լինել տարբեր միջոցներով, օրինակ վիշինգ ձայնային տարբերակով, եթե ձեզ այդպիսի զանգերով չափից շատ վախեցնում կամ ուրախացնում են, դա կարող է առաջնային նշանը լինել, որ զանգը կեղծ է։ Զանգում են, ներկայանում են բանկի անունից, կարող են մարդուն ագնապային շատ բանով, որ ձեզ հիմա փորձում են զեղծարները կոտրել եւ վարկ ձևակերպել։ Զանգողը հենց այդ զեղծարարն է։ Եթե ձեզանից մեսենջերով կամ հեռախոսով ուզում են հապից շատ տվյալներ, լինում են դեպքեր, որ բանկին են դիմում, բանկը ուղարկում է այդ մարդկանց իմ մոտ։ Կոտրած WhatsApp-ներով են կապնվում հայկական համարներով։ Խարդախները անընդհատ փոխում են մեթոդաբանությունը։ Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ այժմ գումարները շորթում են հիմնականում սպառնալիքով, վախի մթնոլորտ ստեղծելով կամ WhatsApp համակարգը կոտրելով։ Թեև կոնկրետ մեկ ուղղությամբ զեղծարարությունների աճը ըստ կենտրոնական բանկի չկա։ Քանի որ տեսակները անընդհատ փոխվում են, օրինակ ինչ որ մի տեսակ է առաջանում, դրա դեմ արդեն նոր մեթոդներ են մշակում կամ մարդկանց իրազեկվածությունն է բարձրանում, դրանից հետո փոխում է զեղծարարության նոր տեսակի։ Կախված զեղծարարության տեսակներից կարգավորման իրազեկման աշխատանքները եւ կանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ են, որպեսզի կրեն շարունակական բնույթ։ Կենտրոնական բանկից մանրամասնում են, հստակ զեղծարարության դեպքում որոշակի մեխանիզմներ գործում են, որոնցով հնարավոր է ինչ-որ պայմաններով գումարը վերադարձվի։ Օրինակային դեպքում, երբ հաճախորդը զանգահարել է բանկ, որպեսզի հայտնի զեղծարարության մասին եւ մինչեւ բանկը բլոկավորել է քարտը, գումարը զեղծարարները քարտից հանել են։ Եղել են այնպիսի դեպքեր, երբ բանկը կարողացել է գումարը հետ վերադարձնել։ Այն դեպքերում, երբ որ մարդիկ են օրինակ անվամբ իրենց հաշվից այդ գումարը փոխանցել կամ կանխիկացնում են, գնում են ինչ-որ անձի հաշվին մուտք են անում։ Այս դեպքում փոխհատուցման բնականաբար համակարգեր գոյություն չունեն, բայց կան նաև որոշակի դեպքեր, ֆինանսական կազմակերպություն ինքն է նաև որոշում այստեղ որոշակի փոխհատուցման մեխանիզմներ կիրառի, թե չկիրառի։ Բանկային զեղծարարությունների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է պետության եւ քաղաքացիների համատեղ ջանքերով։ Մասնագետները նշում են, կարևոր են ոչ միայն իրավապահների գործողությունները, այլ մարդկանց ֆինանսական եւ թվային գրագիտությունը։ Կեղծ կամ անօրինական ալկոհոլային խմիչքների վտանգների մասին վերջին շրջանում մասնագետները կրկին ահազանգում են։ Մարդկանց առողջությանն ու կյանքին վերաբերող վտանգի մասին են հիշեցնում։ Ըստ համաշխարհային վիճակագրական տվյալների, աշխարհում ամեն տարի ալկոհոլի օգտագործման հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ, որի մեջ ներառված են նաև կեղծ արտադրանքի օգտագործման պայմանավորված մահերը, եւ այդպիսի դեպքերը ցավոք չեն շրջանցել
նաև մեր երկիրը։ Պարենային ապրանքների կեղծիքները լինում են երկու տեսակի, որոնք ունեն միայն տնտեսական հետևանք, որոնք ունեն հանրային առողջապահական ազդեցություն։ Մենք պարենային ապրանքների կեղծիքներ, որոնք ընդհանուր մահացու ազդեցություն կարող են ունենալ։ Թեման հատկապես ակտիվանում է տոնական կամ նախատոնական օրերին, երբ շուկայում կարող են հայտնվել անհայտ ծագման կամ կեղծված խմիչքներ։ Օրինակ, ներքին գործերի նախարարությունը տեղեկություն տարածեց, որ Գյումրիի բնակիչը իր խանութում վաճառում է տարբեր տեսակի կեղծ օղիներ։ Այդ խանութում զննությամբ հայտնաբերվել է 6 տասնյակից ավելի տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված օղի։ Մասնագետները միաբերան են պնդում, հարկավոր է ուժեղացնել վերահսկողությունը։ Չի կարող սովորական օրինակ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նման մտնեն տուգանեն եւ դուրս գան, որովհետեւ մենք ունեցել ենք մահացու դեպք։ Հաճախ մարդիկ տարբեր հարթակներով տնային պայմաններում պատրաստված խմիչքներ են վաճառում, շուկաներում կամ տոնավաճառներում։ Մասնագետների խոսքով անհրաժեշտ է հաշվի առնել երկրի առանձնահատկությունները։ Նշում են, պարենային ապրանքների շուկայում խստագույն վերահսկողությունից բացի անհրաժեշտ է կանխարգելման ու հանրային իրազեկման աշխատանքներ կազմակերպվեն։ 2014 թվականին ընդունվել է Ծննդի անվտանգության մասին օրենքը համաձայն, որի պետք է ռիսկի գնահատումն իրականացնի կառավարության կողմից նշանակված գիտական կենտրոնը։ 12 տարի անց մենք չունենք նշանակված գիտական կենտրոն։ ՍԱՏՄ-ից պնդում են, որ եթե անհատը որոշել է իր տանը զբաղվել ապօրինի սպիրտ պատրաստելով եւ վաճառքով, դա իրենք չեն կարող վերահսկել։ Ասում են, վերահսկում են իրավաբանական անձանց։ Եթե խանութում մեր ստուգումների ժամանակ հայտնաբերվի ուրեմն կեղծված սննդամթերք, նաև խմիչք, դրանք վաճառքից հանվում են, ոչնչացում են, թող այդպիսի, որ վաճառվում է խանութում կեղծված օղի կամ այլ ոգելից խմիչք, մենք չենք ստացել։ Խնդիրներից զերծ չեն մնում այն խանութները, որոնք ընդունում են այնպիսի սննդամթերք, որի ծագումը հայտնի չէ կամ չունի համապատասխան փաստաթղթեր։ Նրանց նկատմամբ կիրառվում է վարչական պատասխանատվություն։ Խանութները պարտավոր են ստուգել բոլոր ուղեկցող փաստաթղթերը։ Բողոքները կամ ահազանգերը, որ մարդիկ նշում են, մենք դա ձևակերպում ենք որպես բողոք, որպես թեժ գծի զանգ եւ անպայման ընթացք ենք տալիս։ Այսպիսի դեպքերում նաև նշանակվում են փորձաքննություններ, որոնք տարբեր ոլորտների փորձագետներ են կատարում։ Մասնագետները տեղեկացնում են, թե ինչպես քաղաքացին կարող է զանազանել կեղծը իրականից։ Շշերի մակերեսներին, աղտոտվածությունների եւ տաշվածքների բացակայությունը, թաղանթների գուներանգները, բացման համար նախատեսված հատվածների համաչափությունը, որոնք բնորոշ են գործարանային եղանակով շշերի փաթեթավորմանը։ Կեղծ ալկոհոլային խմիչքների դեմ պայքարը դուրս չի գալիս իրավապահների օրակարգից, իսկ մասնագետներին հիշեցնում են, կեղծ խմիչքը կարող է թույն դառնալ առանձին դեպքերում մահացու։ Աբովյան քաղաքի օգոստոսի 23 փողոցում տևական ժամանակ է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ է։ Աբովյանցիների խոսքով կոյուղատարն է վնասվել, դիտահորերն են խցանված ու հենց այդ պատճառով է, որ կենտրոնական ամենաբանուկ ու խիստ բնակեցված տարածքներից մեկում ապրողներն ու գտնվողները հայտնվել են անելանելի վիճակում։ Տեսնում եք բազմաթիվ սննդի օբյեկտներ, դեղատներ, բնակելի շենքեր ու այս վիճակն է։ Անկամ այս ցուրտ եղանակին հոտը զգացվում է մի քանի 100 մետրից։ Կոտայքի մարզպետարան, Աբովյանի քաղաքապետարան, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին, անգամ ջրային կոմիտեի նախագահին են դիմել։ Առաջընթաց չկա, փոխարենը հոտն ամեն օր ավելի է սաստկանում։ Որոշել են կտրուկ միջոցների դիմել աբովյանցիները, ասում են, այսպես ապրել չեն կարողանում։ Դենա դիտավորը լցված է, այսի ճիշտ ասում ես, դիտավորի վրա խեն թողել շինություն կառուցեն։ Բայց էսի հնայ Նմի վիոլային մեղադրում ենք, բայց վիոլան գա ինչ անի, շինության մեջ լուկի վրայով է տեսել շինություն թույլ տան։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ տարիներ առաջ տրված թույլտվության պատճառով է կոյուղատարերի վրա շինություն կառուցվել, որն էլ խոչընդոտում է տեխնիկայի մոտեցմանն ու վթարավերականգնողական աշխատանքի իրականացմանը։ Հետևաբար անհրաժեշտ է փոխարինել դիտահորը ու խողովակաշարից որոշակի հատված, բայց այնուամենայնիվ պատասխանատուները պետք է տարբերակներ գտնեն խնդիրը լուծելու համար։